Ոմանցից կսպասեի, բայց չի կարելի ասել, որ դա համապատասխանում է հենց բուն կանոնին։ Տեսեք, շատ տեղեր արծարծվում է, որ կանոնը, եկեղեցում գործող կանոնը, թե քանի եպիսկոպոս կարող են անվստահություն հայտնել, քանի եպիսկոպոս կարող են հռչակել այդպես։ Բայց նրբություն կա այդտեղ, որ այդ եպիսկոպոսները նախ պիտի եպիսկոպոսած ժողով լինի, եւ այդ եպիսկոպոսները ովքեր ձայն են բարձրացնում, իրենք պետք է անբասիր լինեն, մաքուր լինեն։ Ինչքանով է ճիշտ իրենց արածը։ Եթե ամենայն հայոց հայրապետն էլ հայրաբար խնամքով ժամանակի ընթացքում իրենց էլի հնարավորություն է տվել ուղղվելու, իսկ հիմա իրենց պատճառաբանությունով ինչ որ այլ եւ այլ պատճառաբանություններ են բերում, ասելով որ կապ չունի ներկայիս ժամանակներում տիրող իրավիճակի հետ, բայց դա այլ բան է իրենց ասածը։ Տարբեր եպիսկոպոսներ այս օրերին հարցազրույցներ են տալիս եւ պնդում, որ շատ երկար տարիներ շարունակ փորձել են իրենց այսօր բարձրաձայնած հարցերը լուծումներ ստանալ ներեկեղեցական պատերում եւ ուղղակի այլևս հնարավոր չի եղել լուծումը։ Այդպիսի խնդիր եղել է, դուք լսել եք նման տեղեկություններ ունեք, որ ժողովներում բարձրաձայնել են, չեն լսվել նրանց ձայնը։ Ես ի պաշտոնե իրավազու չեմ եղել մասնակցելու նման ժողովներին, որտեղ այնտեղ բարձրաստիճան հոգևորականներն են, եւ ինֆորմացված չեմ եղել, թե ինչ հարցեր են քննարկել այնտեղ, տարիներով որ եղել են ժողովները, բայց մի բան ես վստահաբար գիտեմ, հոգևորականը, թե խնդիրը երբ որ առաջանում էր, նա ձայն էր բարձրացնում, եւ հիմա այդ հոգևորականը այս պատերի ներսում դատվում է։ Ես տեսել եմ այդ հոգևորականին, որ թողնելով վստահված ձեռքերում, թողնելով իրեն վստահված թեմը, պատերազմի է գնացել։ Ես տենց հոգևորականին վստահում եմ, բարձրաստիճան հոգևորականին։ Բայց մնացած հոգևորականները, եթե իրենք օրասական պահին իրենց ճիշտ խոսքը չեն ասում, եւ պարզ մարդկային տրամաբանությամբ խնդիրը առաջացած ժամանակ թողում են, թե ինչ որ մեկը կլուծի խնդիրը, ու հետո հելնում բարձրաձայնում են, որ գիտեք, տարիներով խնդիրներ կային, բարձրաձայնեիք, լուծեիք, բայց ինչի համար եք դուք բարձրաստիճան հոգևորական։ Բայց այս ամեն ինչը սադրողին էլ թող մի քիչ ուշադիր լինի, շատ բաների մեջ է թաթախվում։ Բայց օրինակ Արցախի թեմի առաջնորդից կոնկրետ հենց նրանից սպասելի էր նման բան, քանի որ Արցախը գործնելուց լրիվ այլ բան էին խոսում, իսկ հիմա գնում են Փաշինյանի հետ հանդիպման։ Եվ ներողություն, բացի այդ վեհապարը նույնիսկ Արցախի կորստից հետո պահեց Արցախի թեմը եւ Արցախի հարցերն էր բարձրաձայնում միջազգային հարթակներում։ Ինձ համար անսպասելի էր նման քայլը Արցախի թեմի առաջնորդի կողմից։ Ես չեմ կարող հստակ ասել, հստակ իմ ինչ որ մի պատասխան տալ, ամենայն դեպս անձամբ պիտի խոսեմ իր հետ։ Ինչ կհարցնեք առաջինը նրանց, թե ինչու արեց նման քայլ։ Դա եթերով ասելու բան չի, մեր քննարկումն է լինելու։ Այսօր Ես իրեն գիտեմ, մենք առանձին խոսելու բան ունենք։ Փաշինյանը չի հրաժարվում կաթողիկոսից ազատվելու իր այս ցանկությունից ու տպավորություն է, որ Արցախը կորցնելը, այդքան զոհեր ունենալը, ողջ այս բանակցային process-ը տապալելը ավելի ծանր մեղք չէ, քան զավակ ունենալը։ Կաթողիկոսին մեղադրում են զավակ ունենալու համար։ Ենթադրենք, թե կաթողիկոսը իսկապես ունի զավակ, ում է խանգարում իր զավակ ունենալու այդ հանգամանքը։ Որևէ մեկին չի խանգարում։ Տեսեք, մեր եկեղեցու առաջին կաթողիկոսը, ում օրոք քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, նա ամուսնացած է եղել, իր որդիները, հետո թոռներն են կաթողիկոս դարել։ Դա նորմալ էր։ Աստվածաշնչում գրված է, եպիսկոպոսը մի կնոջ ամուսին պետք է լինի, այսինքն բազմականություն չէր կարելի։ Դա գրված է առաքելական կանոնում։ Այդքան որ ելնում են կանոնագիրք են ուզում ցույց տան։ Պետք չի էլի աղանդավորի նման մի հատված վերցնել ասել այսպես է։ Մի հատ ընդհանուր ուսումնասիրեք, հասկացեք, թե ինչն ինչոց է։ Բայց նաև այն մարդկանց ուղղեմ խոսքս, որ ասում են հոգևորականը, որ կուսակրոն հոգևորականը այդ մեղքը չպիտի գործած լիներ։ Տեսեք, ինչպես սովորական մարդիկ, քաղաքացիները գնում են եկեղեցում պսակվելու, հիմա ես ավելի գլոբալ հարց եմ դնում, որը գործում է այս ամեն ինչի համեմատականում։ Փեսան եկեղեցու խորանի առջև եւ հարսը եկեղեցու խորանի առջև երկուսն էլ խոստանում են
Աստծո աներևույթ ներկայությամբ, հրեշտակների, հոգևորականած դասի, ժողովրդի ներկայությամբ խոստանում են, որ մինչ հիմա Տեր եւ պաշտպան պետք է լինեն եւ մինչ հիմա Տեր եւ հնազանդ պետք է լինեն։ Ու ինչքան են խախտում։ Անշուշտ ցավ է, որ խախտում են իրենց խոստում Աստծո առաջ տված։ Հիմա հարց. որևէ մեկը այդ մեղադրողներից գոնե գիտի, եթե կոնկրետ գիտի, որ կուսակրոնը մեկը ինչ որ ձևով խախտել է իր ուխտը, գոնե գիտի այդ մարդը ոնց է ապաշխարել։ Թողություն ստացել է Աստծո, չի ստացել, անցել է այդ ապաշխարության ճանապարհը, չի անցել, չէ, որևէ մեկին չի հետաքրքրում։ Իրենք ընդհանրապես հանդիսատեսի նման տեսնում են, որ հա մեկին ուզում են քարկոծեն, եկեք մենք է քարերը վերցնենք։ Զգուշ եղեք, այդ քարերը կարող է թեքվեն ձեր կողմը։ Մի հատ ձևակերպել են հայ ազգի մեջ տղամարդկությունը արդեն վերացրած, սկսում են բամբասկոտ ինչ որ բաներով զբաղվել։ Ունեք ինչ որ բան պնդելու, ով որ մեղադրում է, թող ինքն էլ ապացուցի։ Բան ունեք ասելու, տղամարդավար եկեք դիմաց է կանգնեք, ոչ թե հելեք էս կողմենքով պատի տակերում ինչ որ բամբասանքներ արեք։ Վայել չի, սա հայկական չի։ Որ ժամանակ մենք կորցրեցինք մեր տղամարդկությունը։ Գևորգ Սրբազանը մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում ասաց, որ բացարձակ անձնական կյանքի հարցը չէ կաթողիկոսի պահանջի առումով, այլ ասաց, որ մեր առջև դրվել են կոնկրետ փաստաթղթեր, փաստեր իր գործակալ վերաբերյալ։ Դուք Ում գործակալ լինելու։ Վեհափարի։ Այսինքն վեհափարն է գործակալ, որ ուր գնում է, որ երկիր գնում է, հայ ազգի հարցն է բարձրացնում, Արցախի հարցն է բարձրացնում, Արցախում գերեվարվածների հարցն է բարձրացնում, Արցախից տեղահանվածների հարցն է բարձրացնում, ինքն է գործակալ, թե այն մարդիկ, ովքեր որ կամայական հրահանգներով ինչ որ բաներ են անում ու ինչքան է մերժում են իրենց ասելով, բայց ինչ որ օտար ազգից հայտարարություն է գալիս, հաջորդիվ իրենց քայլերն են լինում։ Հիմա գործակալ կոչել դա ո՞րն է ավելի ճիշտ։ Միանշանակ ոչ, ես իմ ծառայության բերումով մայրաթորղում ծառայել եմ, իմ ծառայության բերումով Արցախում էլ ծառայել եմ, զինված ուժերում էլ ծառայել եմ եւ հիմա այդքան որ անպագորգոր հայտարարություններ են անում, ինֆորմացիաներ ունեն։ Ես էլ ինֆորմացիաներ ունեմ, թող մի քիչ զգուշ լինեն։ Ամենայն դեպս եկեղեցու վերաբերյալ ես անցած տարի մի անգամ կանչել էին ինձ հարցազրույցի, ես խոսքի ընթացքում ասացի, որևէ մեկը չի արգելել որ փորձեն։ Թող փորձեն դե եկեղեցու դեմ մի բան անել, բայց լավ չեն մարսելու։ Անշուշտ լավ է, երբ որ եւ պետական ոլորտում եւ եկեղեցում հայ ազգին հիմա դա պետք է մաքրման գործընթաց սկսի։ Բայց մեկ ընդմիշտ ասեմ, ազգն էլ գոնե իմանա։ Եկեղեցու հարցերը քննվում են եկեղեցու ներսում։ Պետական հարցերը որևէ մեկը այն fake էջերով որ գրում են, իմ հասցեին էլ որոշ բաներ գրում են, որևէ մեկ ինձ չի ճանաչում։ Ու չունեն այդքան տղամարդկություն գան իմ առջև կանգնեն ասեն։ Եթե հոգևորականը ձայնը բարձրացնում է ազգի համար, կարող է։ Պարզ տրամաբանությամբ, եթե հոգևորականը Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանում, պիտի ընտրություններին մասնակցի, նշանակում է քաղաքացիների պես ինքն էլ ունի չէ իրավունք իր խոսքը բարձրացնելու։ Հոգևորականը ամենայն դեպս վերջինս 1 տարվա ընթացքում 2 հոգևորականներ բարձրաստիճան եւ երրորդն էլ ավելացավ, որ հիմա կալանքի տակ են։ Ամենայն դեպս 2 հոգևորականներ բարձրաստիճան իրենք խոսել են երկրի մաքրման մասին, երկրի ազատագրման ճիշտ ճանապարհի մասին, ոչ թե ինչ որ ավելորդությունների մասին։ Եվ դա քաղաքականության մեջ մտնել չի։ Իսկ պատմության ընթացքում, քանի որ եկեղեցին ստանձնել է այդ դերը, պետականություն չունենալու դեպքում առաջնորդել է ազգին եւ երկրին, հիմա չեմ ուզի դրա մասին խոսել, բայց ամենայն դեպս կաթողիկոսը տիտղոսը ունի։ Տեր Ժողովուրդը որ սխալմա բոլոր հոգևորականներին ասում է Տեր, դա սխալ արտահայտություն է։ Եկեղեցին ունի միայն մեկ Տեր։ Դա կաթողիկոսն է, որ երկու իշխանությունների ղեկավարն է, եւ հոգևոր, եւ աշխարհիկ։ Երկու գլխանի արծիվն էլ վառապացույց դրա։ Սերկավակ համացանցում տեսանյութ տարածվեց, որ իշխանությունները վերագրեցին
Արշակ Սրբազանին, սակայն հետո բարձվեց, որ տեսագրությունում նա չի եղել։ Սրբազանը եւս իր ասուլիսի ժամանակ նշեց, որ այդ տեսագրությունում ինքը չէ եւ որևէ կապ չունի իր հետ։ Ինչպես կմեկնաբանեք, ինչու էին իշխանությունները նման քայլերի դիմում, ինչից են վախենում։ Դե մեզ երբ որ տարան սկզբից կալանքի ինչեր էին հայտարարում, ամբողջ ազգի առջև փորձեցին հոգևորականներին եւ նվիրյալ հայորդիներին ցածրացնել։ Էս էին անելու, այն անելու։ Քանի նիստ արդեն Բագրատ Սրբազանը ասում է, ովքեր որ այդ արտահայտությունը արել են, որ պիտի գյուլվեն մարդիկ պատերի տակ, պիտի ավտոբուսներ բերեք բառացի այդ օրինակը։ Իրականում ուրիշ բանի մասին աղի խոսակցություն, բայց իրանք ուրիշ ձև են ներկայացրել։ Ինձ կանչում են արդեն։ Շնորհակալություն։